Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածության մասին նշել է՝ շատ անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով։ Հուսով եմ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել եւ զսպել այդ լարվածությունը, նշել է նա։ Պաշտոնական Մոսկվան կրկին զգուշացնում է Հայաստանի իշխանություններին Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհնար է համատեղել, պաշտոնական Երևանը վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի դրանց միջև, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացման վերաբերող հարցեր։ Գյումրիի տիմընտրություններում մեր քաղաքը դաշինքի ցուցանքը գլխավորող ազգային ժողովի падգամավոր Մարտուր Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել, հրաժարվելով վերցնել ավականու մանդատը։ Ռուսաստանն ապացույցներ ունի, որ Սումի օբյեկտում, որը խոցվել է ռուսական հարվածից, տեղի է ունեցել ուկրաինացի զինվորականների հերթական հանդիպումն իրենց արևմտյան գործընկերների հետ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Միջազգային իրավունքն ընդգծել է նա, արգելում է ռազմական օբյեկտների տեղակայումը քաղաքացիական տարածքում։ Հոկեյի աշխարհի 4 դիվիզիոնի առաջնությանը Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել Մալազիայի նկատմամբ 24-3 հաշվով։ Հայաստանի հավաքականն իր առաջին 3 միավորն է վաստակել առաջնությունում։